Հայկական հնագույն գաղտնի եղբայրություններից մեկը եղել է Գուսան աշուղական դպրոցը։ Այդ մասին հիշատակություններ կան անհիշելի ժամանակներից։ Դեռ 5-րդ դարում պատմություն հայոց աշխատության մեջ խորենացին հիշատակել է Գողթան երգիչների մասին։ Գուսանների եղբայրությունը մեզանում գործել է նախահեթանոսական, հեթանոսական և քրիստոնեական շրջանում, փոխակերպվելով աշուղական դպրոցի։ Գուսանների դերն աննկարագրելի մեծ էր երկրի ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կյանքում։ Նրանց մասին հիշատակություններ կան հայոց էպոսում, Գյուրջիևի մասին ֆիլմում և այլ բաց կամ փակ աղբյուրներում։ Գուսաններն ունեին հատուկ բանաձևեր, իրար ճանաչելու և հասկանալու խորհրդանշանային լեզու և հսկայական ծավալին նյութ մտապահելու հատուկ մեթոդաբանություն։ Հին հայերը գիտեին, որ եթե աշուղը ցանկանում էր անգիր սովորել մի ամբողջ ծավալուն տեքստ, հատուկ ոգին օգնում էր նրան դա անել երազում մի գիշերվա մեջ։ Գուսան աշուղական գաղտնի եղբայրության մասին բազմաթիվ այլ արժեքավոր գիտելիքներ կարող եք ստանալ, անդամակցելով AIK հայագիտական, թաքնագիտական ակումբին։ Ակումբին կարող եք միանալ ինչպես արտերգրից, այնպես էլ Հայաստանում։